կապը չունենան հայ ժողովրդի կամքի հետ։ Անդրաբյան ես էլ հարցում եմ Ազատություն ռադիոկան, ես ինչքան հասկացա ձեր խոսքից, դուք այնուհանդերձ մինչև ընդդիմությունները հրապարակվող սոցիոլոգիական հարցումները չեք կասկածտակ, թեև խնդիր եք տեսնում, թե ինչ իրավիճակում են արդյունք, ճիշտ եմ հասկանում, կասկածտակ չեք դնում այդ հարցումների։ Չէ, սոցիոլոգիական հարցումները կասկածտակ դնում ենք, որովհետև այսինքն ըստ ձեզ դուք ունեք այլ սոցիոլոգիական հարցումներ կամ ըստ ձեզ դուք կացնեք։ Ոչ թե այլ սոցիոլոգիական հարցումներ, Հայաստանում չկա այն սոցիոլոգիական ինստրումենտը, որ դե նախ ձեզ ասեմ, որ դա շատ թանկ հաճույք է, շատ թանկ, դա ասենք մոտավորապես մի 20,000-ից սկսվող դեպի $30,000 հաճույք է, բայց անգամ դա չի խնդիրը։ Ես հարցս ավարտեմ, հա, եւ եթե այնուհանդերձ դուք հայտնում եք խորհրդարանում, եւ հարց է լինում, այսպես ասած, կենտրոնական կոալիցիայի մի քանի ուժերի հետ, ով կգա իշխանության, այսպես ասած, դուք ում հետ եք պատրաստ համագործակցել, ձեր ձայնը տալ, թե պարտադիր ձեր տեխնիկը, դուք եք գլխավորում, դուք եք վերջերքում Հայաստանի կոնգրեսի տեխնիկը, դուք պիտի ունեք վարչապետի տեխնիկը, թե դուք կմիանաք այդ տեխնիկի եւ ով կլինի այդ տեխնիկի, օրինակ դրականություն կդիմեք, օրինակ Ռոբերտ Քոչյան, Գագիկ Ծառուկյան, Նարեկ Կարապետյան, որը գլխավորում է Համերգին, ասում է, որ Համերգ Կարապետյանն է դառնալու, Նիկոլ Փաշինյանն կտակել։ Գիտեք, ես ուղղակի իսկապես անիմաստ եմ համարում այս խոսակցները։ Մենք գնում ենք ընտրություններում հաղթելու նպատակով։ Այո, շնորհակալ եմ Հայ ազգային կոնգրեսին, երախտապարտ եմ, ինձ ընտրել են որպես Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու։ Իմ պարտականությունն է նաև Հայ ազգային կոնգրեսի առաջ եւ մեր ժողովրդի առաջ պայքարել իմ հաղթանակի համար, մեր հաղթանակի համար։ Դա իմ պարտականությունն է։ Հիմա ես նստեմ մտածեմ, թե ով կարող է լինի հաղթող այդ պայքարում։ Մենք կենտրոնացված ենք մեր հաղթանակի վրա։ Երբ որ կլինեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները, դա կստեղծի մի հատ նոր իրավիճակ, եւ այդ վիճակում մենք մեր որոշումները կկայացնենք, կբանակցենք։ Ի վերջո պետք է հասկանանք, չէ՞, որն է ավելի մեծ խնդիր։ Հիմա ստացվի իմ տեխնոլոգիան շուտ կբանակցենք, չստացվի մեկ այլ տեխնոլոգիան շուտ կբանակցենք, բնականաբար, պետք է մտածենք, որ ինչ-որ լուծումներ գտնենք։ Լսեք, իշխանության հետ կարելի է համագործակցել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում։ Նկատի ունեմ, հասկացաք ինչ եմ ասում, ասենք եթե կան ինչ-որ պատգամավորներ, որոնք հասկանալու են, որ ստեղծված, ասենք, իրավիճակում իրանք պետք է գնան ինչ-որ կոմպրոմիսների եւ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ինչու չհամագործակցես։ Կարող է ինձ այդ համագործակցությունը, ասենք, բանը լինի, վճռական լինի, ասենք 1990 թվականի ընտրությունների ժամանակ, երբ որ հայոց համազգային շարժումը առաջին անգամ մասնակցեց ընտրությունների, պարլամենտում հաղթանակ չէր տարել եւ չէր կարող Լևոն Տեր-Պետրոսյանը օրինակի համար ընտրվել Գերագույն խորհրդի նախագահ, եթե կոմունիստների, այսինքն մեր հակառակորդների մի մասը եւ բավականին մեծ մասը չանցներ եւ չազդեցներ Տեր-Պետրոսյանի տեխնատությանը։ Հիմա ինչի մասն ենք խոսում, այդ նույն բաները կարող են լինել այս ընտրություններից հետո։ Կապրենք, կտեսնենք, իսկապես անիմաստ խոսակցություններ է, չէ՞։ Ոչ միայն չունենք, այլ չենք էլ վստահում այդ սոցհարցումներին։ Ես միշտ ցանկանում եմ նման դեպքերում հիշել մեր շատ հարգելի եւ հուսալի գործընկեր Ստեփան Դեմիրճյանի կատակը։ Ինքը միշտ ասում էր, սոցիոլոգիան Հայաստանում շատ ճշգրիտ գիտություն է, ով ինչքան վճարում է, այդքան էլ ստանում է։ Ոնց կուզեք, եթե
բան թեմա չկա, այդ դեպքում ես ձեզ շատ շնորհակալ եմ, դուք էլ մեզ հաջողություն մաղթեք, մենք էլ ձեզ լավ կնայենք իշխանության գալուց հետո։ Այդպես որ ստանում են, հետո գալիս են նորանում են։ Համարը, բայց ընտրակաշարք չհամարեք էլ, ես իմ ասացել։